Հաշված օրեր, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այո, մեծ մասը ճիշտ է, որ մնացել է հաշված օրեր եւ այս հաշված օրերի ընթացքում կամ էլ այն, որ նախորդ ֆիլմում ես ասացի լոգիկայով էսպես, բայց իրականում եթե մեկ մարդ էլ է քվեարկում բոլորը դեմ Նիկոլին, այսինքն լինում է նա ինչ լինում է, բայց իրականությունը որն է, իրականության հետ ոնց կարող ենք հաշտվել եւ հաղթել, ինչ է կատարվում Հայաստանում, այդ ամենը դիտենք եւ միայն հաշվենք, կարող ենք հաղթել, թե ոչ, թե ազգովի կործանվելու ենք, սա է ամենակարևորը։ Այս խաղը կարուսել կեղտոտ ԼՏՊ-ն միշտ սա կատարում է եւ այսօր նորից իր այդ տականքների միջոցով պետք է կատարի առանց ընտրությունների, ինքն էլ առանց ընտրությունների KGB-ն իրեն նշանակեց նախ, հետո ալբանացուն բերեց, իսկ ալբանացուց հետո կատարվեց նա ինչ կատարվեց, հիմա էլ հնարավոր է ջհուդ Սամոյին կամ հենց Նիկոլի միջոցով էլ վերջացնեն Հայաստանի ավարտը, բայց այստեղ կա նաև մեկ երևույթ, որը տեղի է ունեցել, բրուտը ինչ-որ չափով Պուտինի և Տրամպի միջոցով հասկացել է, որ ինչ մեզ պետք էր վերցրեցինք, այդ մնացածը ձեզ, այսինքն Հայաստանը պետք է ավերվի այդ հանքերից, մանքերից, այսպես թե այնպես մարդիկ էլ չեն ապրելու, եթե մնում է Նիկոլը, ադրբեջանցիք պետք է գան, իսկ եթե ջհուդ Սամոն, դա արդեն հարց է, թե Պուտինը ինչ կասի, բայց այստեղ նաև այլ երևույթներ էլ են կատարվում, այդ ամենը դիտարկենք, որպեսզի պարզ լինի, նորից կվերադառնանք այս կարուսելին, թե ինչ են կատարելու նրանք։ Կապեր, եթե տոկոսային ձևով վերցնենք կապերը, ով որքան կապ ունի, ապա Քորշունը ունի 30% կապեր, այսինքն 30% են ամենավորոշող եւ փող ունեցող եւ պաշտոն ունեցողները սրա ձեռքին են գտնվում։ Ալբանացու եւ Նարիմանովի ձեռքին 20%, նրանք միասին ունեն 80%։ 5% Նիկոլինն է, 15% էլ հայ ազգինը, ոչ թե 25%, 15% հայ ազգինը։ Ինչ է այստեղ կատարում եւ ինչն է այստեղ կարևորը։ Հայերը, որոնք հայ ազգը այստեղ են, սրանք գիտեն սրանք ովքեր են եւ սրանց այս մարդկանց հետ նույնպես ունեն կապեր, խնամական կապեր, հարևաններ, մոտիկ ընկերներ, ուսանող տարիների եւ այլն, եւ այստեղի գտնվողները նույնպես հասկանում են, թե այստեղ ինչ տականքներ են, նույնիսկ այս տականքների մեջից կան մարդիկ, որոնք արտահայտվում են ճար չունեմ, կգնդակահարեն, կատարում են նրանց սրահանգները։ Կոկոլը ընդհանրապես մարդ չուներ, Կոկոլը հիմնվեց Նարիմանովի մարդկանց վրա, եւ հեղափոխությունից հետո Նարիմանովը իրեն մարդկանց քաշեց եւ ասեց Կոկոլ, սրանց պետք է նշանակես գործերի։ Եվ իրականում, եթե դիտարկում ենք ամբողջ Հայաստանը, ապա ամբողջ Հայաստանը հերթականության միայն այս երեքի ձեռքում է, Կոկոլը խաղացող է այստեղ, եւ Կոկոլը փնթի խաղացող է, դրա համար այդ փնթի խաղացողին, եթե նրանք այժմ փորձում են հեռացնել, ապա ունեն գարանտիա, ինչ-որ մի քանի տարվա կամ Պուտինից, կամ այլ ճանապարհով ունեն գարանտիա, որ դա կատարում են, ցանկանում են կատարել, վախը, այստեղ ամենակարևորը այս ընտրություններում վախն է, մարդը աշխատող է, կարևոր չի այդ սուպերմարկետում կասի դեմ է կանգնած, թե ոստիկանության ինչ-որ բաժանմունքի աշխատող, այսինքն եւ Նիկոլենք եւ
նաև ԱԾ-ն առանձին և Նիկոլի գաղտնի այդ նկարահանող խմբերը, որոնք աշխատում են նաև արհեստական բանականության հետ, Նիկոլը ունի այդպիսի խումբ, դրանք նաև ամբողջ ընտանիքին, այս աշխատող մարդու ամբողջ ընտանիքին նրանք հետևում են։ Եթե օրինակի համար հատկապես այդ միտինգներ է անում ազգային ժողովը, ազգային բևեռը, եթե նրանք ազգային բևեռի ընտանիքի անդամը ազգային բևեռի ժողովին գալիս է, ապա այս աշխատողին ասում են քեզ կհեռացնենք, կամ հեռացնում են աշխատանքից, բացատրելով, որ քույրիկդ կամ տղատ կամ հերդ մերդ եղել են այս հավաքի ժամանակ, քանի որ այդ մարդիկ նույնպես նկարում են։ Օրինակի համար մեկը աշխատող շատ բարձր պաշտոնի ոստիկանությունում ընտանիքին նեղել էին, ինչի եմ աներ գրել, որովհետև մի միտինգի ժամանակ աները անցել էր այդ միտինգի կողքով փողոցով անցնելուց, միայն այս պատի հետևից նա այստեղ նկատում է, որ միտինգ է և արագ այստեղ անցնում է, անորը նկարում են և խիստ նկատողություն տալիս, եթե նման բան նորից կրկնվի, գործից կհեռանա, շատ բարձր պաշտոնյա։ Նույնը անոր հաջորդ զավակները, Աներա Զանգաչաև, այլն նրա բոլոր զավակները, այս աշխատողի եղբայրները, եղբոր ընտանիքը, եղբոր խնամիները, եթե ամենաբարձր պաշտոնյան սա է, և այլ բարեկամներ, մոտավորապես 4-ից 20 մարդ ամեն մարդու կողմից արդեն վտանգված է և վախը սրտներում, որ եթե չքվեարկեն, ապա այս աշխատողը գործից դուրս եկավ, ամբողջ ընտանիքը կփլվի, քանի որ դրա վրա են նրանք կառուցված Հայաստանում այդ ընտանիքները։ Նախորդ ֆիլմում չցանկացա խոսել, բայց քանի որ սա ձեզ անհրաժեշտ է, ապա բացատրում եմ այն սխեման, որով Նիկոլը հատկապես Սերժի և մյուսների ժամանակ այդքան չէր, ինչքան Նիկոլի ժամանակ տերորը, վախի մթնոլորտը և գործից հեռացնելը, նույնիսկ բարեկամներին ծեծելը, որ եկել են այդտեղ, նրանք չեն հարձակում ցանկացածի վրա, նրանք այստեղ իմանում են, որ սրա բարեկամներն են, հարձակվում են սրանց ծեծելու, որ ասեն տես, հաջորդ անգամ գործից կհեռացնեն, կամ անմիջապես հեռացնում են։ Այս ամենակեղտոտ և համաշխարհային մակարդակի ամենազզվելի մեխանիզմն է, որը մի քանի աֆրիկական երկրներում է կիրառվել և լատինաամերիկյան մի քանի երկրներում, այլտեղ սա չի կիրառվել։ Սա ամենատականք և ամենանողկալի երևույթն է, որ Նիկոլը այժմ կատարում է Հայաստանի հետ։ Այժմ նոր դավադրություն, բրուտը, թե ինչ խոսք է տվել այս երկուսին, մի քանիսին մենք ծանոթ ենք, քանի որ նա բաց տեքստով արտահայտվեց, սա էլ սրանք սկզբում տվեցին Արցախը, իբր ռուսներն էլ եկան իրական Արցախ համարենք այս մասը, որտեղ հայերն էին ապրում, այս մասում իրենք մնացին, հետագայում այստեղից էլ քշվեց։ Պարզ է, նախորդ ֆիլմում ասել եմ, այս հանքերը պետք է փնթի ձևով օգտագործեն։ Եվ ամենակարևորը, որպեսզի սա էլ խաղի մեջ մտած, սա նա չտան, այս ամբողջը այսպես տվեց իբր Տրամպին։ Եվ ռուսները այս բոլոր Հայաստան կոչված այս բոլոր տարածություններից նրանք հատկապես մոլիբդենի հանքերից և այլն ոսկու հանքերից նրանք հետ քաշվեցին, այս ամենը, այս մասը Ադրբեջանի, այս մասը Հայաստանի անունով իբր լրիվ գնում է բրուտներին, լրիվ հարստությունը գալիս է այստեղ։ Միգուցե այստեղ, քանի որ
հանդիպում տեղի ունեցավ այս երկուսի միջև, այս տականքը խոսք է տվել, որ համաշխարհային եւ այլն այս դասավորությունները եւ այլն այժմ կատարվել է այնպես, որ Հայաստանը պետք է մնա եւ Հայաստանը պետք է ենթարկվի մեզ, այսինքն այստեղ էլ ենթարկվելու բան չկա, սա արդեն դառնում է օբյեկտ, քանի որ այս ճանապարհը վերցրել են մեր հայրենիքում կատարել են ցեղասպանություն, սա վերցրել եւ այստեղի բոլոր հանքերն էլ օգտագործում են գործարաններ, ֆաբրիկաներ չկան, սա միայն տարածություն է, որտեղ գիշատիչները խժռում են, իսկ հայերը ոչխարների կարգով պետք է այստեղ մնան, սա է կատարում եւ մի մասն էլ քս են տալիս սրանց Եվ այս տականքը և իր նախահայրերը միգուցե պետք է համաձայնվեն նրան, որ 300,000 ադրբեջանցի էլ գա այստեղ։ Քանի որ այստեղ ամենակարևոր խաղացողը Քորշունն է, Քորշունը հաշվում է 10 տարի էլ մնա ինքը սատկի դրանից հետո ինչ ուզում էլ լինի։ Դրա համար նա նույնիսկ այդ 300,000-ին կողմա Նիկոլի հետ միասին, որպեսզի դրանք էլ գան, այս տարածությունը մնա, գոնե մինչև իր սատկել է այս տարածությունը, որպես Հայաստան մնա։ Այդ իրենց խաղերը, երբ որ ասացի նախորդ ֆիլմում, սրա մասին է, նրանք ցանկանում են, որպեսզի սա մնա, բայց սա ավելի հայամետ է խոսում, ասելով, որ սա էլ է մերը, այսպես պետք է տակ մեզ։ Եվ քանի որ բրուտը ստեղծում է այդ մեծ թուրանը, այս մեծ թուրանի ճանապարհին Հայաստան այլևս պետք չէ։ Եվ սա իբր սա է գծել այս քարտեզը եւ ասել մեծ թուրան, բայց դա իրականում այդպես չէ։ Բրուտներն են ասել, որ հիմա մեծ թուրա։ Եվ այս մեծ թուրանը կազմելուց հետո սա կմնա Նիկոլի նման որպես խիար, իսկ կառավարությունը, ինչպես բոլորիդ հայտնի է, կատարվի Անգլիայի կողմից։ Նույնը այստեղ, այս տականքը իբր խաղում է եւ Ռուսաստանում էս էլ մայիսի 9-ի իր ճառն է, իբր ինքը խաղում է նորմալ ռուսամետ քաղաքականություն եւ Ռուսաստանի էլիտային ասել է, որ այս մեծ թուրանը հենց կազմեցին ամբողջը մենք իրար հետ միանում ենք եւ սա է պատճառը, որ եւ Հայաստանը եւ Ուկրաինան այդպես վիճակների ստեղծեցի, քանի որ մենք արդեն դառնում ենք հզոր մի պետություն սրանց հետ միասին։ Էլիտայի հետ խոսակցությունը եւ 22 թվականին, եւ 25 թվականին, եւ այս տարվա սկզբին այս տականքի ասասները այս լրտեսի իբր նրանց համոզել է եւ ապացուցել, որ այս ամենը կատարվում է դրա համար։ Իսկ բրուտը եթե սա վերցրեց, սա աշխարհի սիրտն է, այս մասը։ Եթե սա վերցրեց, ապա ինքը այստեղ ոչինչ անելու չունի, միայն ավտոմատ սարքեր է տեղադրում եւ ամբողջ աշխարհը արդեն հսկել է։ Ոչինչ չես կարող անել, եթե ինքը արդեն ներխուժեց այստեղ։ Եվ այս մասն էլ պատահական չեն նրանք գծել։ Եվ այս տականքը, երբ որ այս մասերը տալիս է չինացիներին, իբր փրկելու, որ չգան անգլիացիք, ամերիկացիք, տալիս է չինացիների եւ չինացիները այստեղ արդեն ավիրել են։ Քարտեզը, եթե նայեք տնտեսական քարտեզը, ապա այդ տնտեսական քարտեզը կամ աշխարհագրական քարտեզը երբեք իրար նման չեն, Ռուսաստանի հատկապես այս մասը։ Եվ այս է պատճառը, որ այս թատրոնը նորից խաղում են եւ այս թատրոնի խաղի ժամանակ Քորշունը նորից գնում է այս տարբերակին։ Փողի բաշխումը ու այս ճանապարհով, եթե այստեղ գրել եմ Նիկոլ, ապա սրանք էս բոլորը սրա մեջ են։ Հետո այդ իրենց կուսակցություն եւ այլն եւ վերջում ԱԱԾ-ն նույնպես այս մեխանիզմը աշխատում է, իսկ
հայ ազգին ընդհանրապես ժողովրդին տալիս են միայն նպաստներ, ուրիշ ոչ մի բան, միայն նպաստներ եւ չնչին ծաղրակի առարկա թոշակ, որը նույնիսկ թոշակ էլ չէ։ Սա է ամբողջ այս մեխանիզմը ազգը վերացնելու։ Մենք պետք է չնեղանանք ոչ Բրուտից, ոչ Էրդողանից, ոչ Տրամպից, ոչ էլ Պուտինից։ Մենք պետք է մեր առաջի թշնամին հասկանանք, որ սրանք են, քանի որ սրանք են ստեղծել այդ մեխանիզմը, իրենք թալանեն, եւ այդ թալանը մարդկանց մի մասն էլ բացատրում է, որ գործը նստած պետք է թալանեն, սա թալան չէ, սա ազգին վերացնելու բանաձևն է, երբ որ ազգին դարձնում ես անգրագետ, ամենակարևորը, ազգին դարձնում ես սոված, անճար, սա ամենակարևոր պայմանն է, որպեսզի ազգին ոչնչացնես, եւ այս ոստիկանություն, ԱԾ, բանակ, դատարաններ, մեդիա, այս ամբողջ մեխանիզմը, որը Հայաստանի 10% է կազմում բնակչության, այս տականքները խժռում են Հայաստանի օգուտների 95%-ը, միայն 5%-ն է գալիս հայ ազգին, որը 1.5 միլիոնն է, բայց սա չէ այստեղ ամենակարևոր հարցը, ամենակարևոր հարցը այստեղ նա է, թե այս անգամ ինչ ձևով են նրանք այս խաբեությունը կատարելու, դրա համար ավելին ուսումնասիրենք եւ հասկանանք, հասարակ աշխատող, պետք է ընտրի Նիկոլին, եթե չընտրեց գործից դուրս են անում, ընտանիք, նույնպես Նիկոլին, սա հսկվելու է, եւ դրանից հետո ծախել նրանց, ովքեր դրան չեն ենթարկում Նիկոլին, աշխատողին հսկում է ԱԱՑ-ն, այս կապը կա, ծանոթներ, իբր ծանոթներ են ուղարկում աշխատողի հետ խոսելու, թե ում պետք է ընտրի, բայց այդ ծանոթները արդեն ինֆորմացիա են տալիս սրանց, որ այս Վարսիկը կասիր, չի ցանկանում Նիկոլին, եւ պատահական Վարսիկին դուրս են հրավիրում աշխատանքից, եւ աշխատող ընկերներն էլ դրանց մեջ դնում են իրենց լրտեսները, ասելով Նիկոլը տականք է, պետք է ընտրենք Սամվելին, հենց այստեղ էլ այս աշխատող ընկերները, այս աշխատող ընկերոջը փուրն են տալիս, եւ նաեւ Նիկոլի ձևը, նկարահանումներ, գաղտնի խոսակցություններ, որի միջոցով այս աշխատողը արդեն փակ մեխանիզմ է, սրան ինչ էլ ասես, սակայն պետք է ասի Նիկոլը, բայց ցանկացած մարդ իր հոգու խորքում ունի, որ Նիկոլը չէ, բայց ճար չունեն, հատկապես այս նոր սարքերի միջոցով, երբ որ արդեն ամբողջ հեռախոսակապերը լսվում է առավոտից երեկո, մարդիկ վախի ազդեցության տակ են, այս մեխանիզմն է գործում, բայց իրենք էլ լավ գիտեն, որ սա չի աշխատելու, քանի որ այս աշխատողը միայն վախից դրդված է ասում Նիկոլը, միգուցե վարագույրների հետևում ընտրում է Պողոսին, իրենք սա լավ գիտեն, բայց ամենակարևոր թույնը, որը իրենք պատրաստել են հայ ազգի համար, ահա սա է, սուտ եւ հաշվարկ, Հայաստանի Հանրապետությունում իրականում ապրում է այսքան 1.7 միլիոն մարդ, իրական թվերը, որից 120,000-ը ռեժիմի անուղեղ ծառայողներ, իրենց ամբողջ ընտանիք հանդերձ 270,000 մարդ, ամբողջ այդ ծառայողները, ոստիկանություն, ԱԱԾ, բանակ, այլ ծառայություններ եւ այլն, մեդիա, դատարաններ, դատախազություններ եւ այլն,
այդ ամբողջը այսքանը իրենց ընտանիքներով։ Հայաստանի Հանրապետությունում 88,000 արցախցի մնացել մոտարապես, մեծ մասը հեռացել են, մոտարապես 18-20,000 մարդ հեռացել է Ռուսաստան և տարբեր երկրներ։ Վախի ազդեցության տակ և մոլորվածներ 211,000 մարդ Հայաստանում, 16-ը, որը Հայաստանում լրիվ ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է վերացնել և ինչ է կատարվում այստեղ, դա է ազգասերներ մոտ 1 միլիոն մարդ, բայց եթե դուք լսում եք թե Քորշյան, թե Նարիմանովի, թե Ալբանացու, թե Կոկոլի հեռուստա ալիքները և պրոպագանդական այդ բոլոր ալիքները, ապա նրանք բոլորն ասում են, որ Հայաստանում ապրում է 27 միլիոն մարդ։ Այսինքն այդ բոլորը անբարոյականի լակոտները սուտ են խոսում նրա համար, քանի որ այստեղ եթե 1 միլիոն հայ է, այնտեղ տակը մնում է 1,7, 1,700,000, այդ 700,000-ը ինչ էլ անի, 1 միլիոնը կարող է նրանց հաղթել, այսինքն մեծ լցոններ են կատարելու իբր 27 միլիոն մարդ է, քանի որ ոչ Ռուսաստանի պետքն է, որ Հայաստանը ծաղկի, և Պուտինն ունի ծրագիր, որ Հայաստանը ինչ ասել են իր տերերը պետք է այդպես լինի, և Էրդողանը, և Տրամպը, և բոլորը, դրա համար բոլորը սրա առաջ աչք են փակելու, իբր Հայաստանում 27 էր, և այս 1 միլիոնը արդեն ոչինչ անել չի կարող, այս 1 միլիոն հայրենասեր հայերը մնացած 1,7 միլիոն կեղծիքի դիմաց ոչինչ անել չեն կարող, և այստեղ գալիս է այն հարցը, բա ինչ անենք, երբ որ մոտ օրերս ընտրություններ են։ Արագ ճանապարհ, ռեժիմը ունի 200,000 մարդ, որից 40,000-ը իրականում ռեժիմին չեն սիրում, միայն 160,000-ն է սիրում, քանի որ իրենք գիտեն, որ ռեժիմն ընկավ, իրենք էլ են գնդակահարվելու, կեղծ ընդդիմություն, մոտ 300,000 մարդ կեղծ ընդդիմություն է խաղում, որից իրականը միայն 140,000-ն են, սրանց հետևն են մտնում, հետագայում էլ հասկանալով, որ դրանք ընդդիմություն չեն, հետ են քաշվում, բայց արդեն իրենք այստեղ ծախվել են, հիմարացել են, ազգասերներ, մոտ 1 միլիոն մարդ, բայց իրականում 800,000-ն է, որ առանց ճոճվելու այս անկում, նրանք իրական ազգայնականներն են, մնացածը դրանք բոլորը կեղծիքներ են, և այստեղ ամենակարևոր պահը, ինչ կարող ենք մենք անել, բայց մինչ այդ նաև տեսեք այս բոլոր ալիքները, հեռուստա ալիքները, մեդիա ալիքները և այլն, դուք ինքներդ գտեք, դրանք բոլորը կեղծ քարոզիչներ են, թեկուզ ազատության ձայնը, որը կոմունիստների ժամանակ հակասովետական էր խոսում, այժմ պուտինյան ձևով է խոսում, այսինքն նրանց պետք է Հայաստանը վերանա, ազատությունը կարող է դառնալ պուտինյան, վաղը կարող է Հայաստանում գործող այդ ազատությունը դառնալ Էրդողանյան, մյուս օրը կարող է դառնալ նաև հյուսիսային կորեական, այսինքն դրանց ոչ ոքի վրա հույս դնել կամ դրանց լսելը ուղեղդ աղբով լսնելը դա փրկություն չի ոչ հայ ազգի, ոչ էլ քեզ, ոչ էլ քո ընտանիքին։ Դրա համար այս բոլորը պետք է դեն նետել, և սրանց մեջ այս ԱԱԾ-ականների և այլն, մոտավորապես 20-30%-ը բացահայտ լավ շրջապատներում արտահայտվում է, որ միայն փողի համար է այստեղ, երբ որ լինի բունտ, իրենք կանգնած են ժողովրդի կողքին, բայց
երբ որ լինի, 1000 անգամ իբր եղել է չեն կանգնել։ Նույնիսկ այդ Բագրատի ժամանակ, եթե նրանք բոլորը կանգնեին, ապա առանց Բագրատի հեղափոխություն էր լինում, թեկուզ եւ Բագրատը տականք էր։ Եվ 16-ը, որոնք Հայաստանում են, մինչ օրս եւ երկար կմնան երևի կամ կփոխարինվեն, դա իմ գործը չէ, ես չգիտեմ։ Եվ ես ժամանակին եմ ասել այս մասին, նրանք էլ են եկել այդ նույն համոզմանը, որ այս 5 տականքներին պետք է միաժամանակ վերացնել 5 տականքներին։ Այսինքն Երևանին մոտ գտնվող ինչ-որ մի ռազմական օբյեկտից կամ թեկուս այլ օբյեկտներից տեղափոխել այնպիսի տեղ ռազմական սարքեր, որ միաժամանակ կրակ բացեն եւ Նիկոլի այդ առանձնատանը եւ Քորշյան եւ այս երկու տականքների, քանի որ այս երկուսն էլ միտեղ են բնակվում, սրանց 4 հարված պետք է մի տեղից կատարվի եւ ամեն ինչ կփոխվի։ Սա ամենակատարյալ ձևն է եւ նրանց հաշվարկներով, քանի որ նրանց մեջ կան նաեւ լավ հասկացող զինվորականներ, տեղանքը ամեն ինչ ստուգել են, սա միակ ամենալավ ձևն է, որով կարող են այս տականքների վերջը տալ։ Ինձ թվում է ամենակարևոր պահը գիշերով, որպեսզի վերացնեն ամբողջ այս աղբը Հայաստանից։ Այլ տարբերակ չկա, իսկ երկրորդը, եթե սրան չեն գնում, թեպետ նրանք երբ որ առաջարկել են տարբեր կազմակերպությունների, ինչ-որ բեռներ տեղափոխել, որպեսզի չստուգվի ինչ-որ տեղ, որ ինչ-որ երկրի հետ արդեն պայմանավորված ցանկացել են մտցնել, կամ այլ հայկական տեղանքներում ինչ-որ բան կազմակերպելու համար 99%-ը հրաժարվել են, 92%-ը ավելի ճիշտ, հրաժարվել են այդ ամեն ինչից։ Հասկանալի չէ թե ինչի, բայց այդքան տոկոս հրաժարվել են, որպեսզի չկատարեն այս ամենատականքներին վերացնելու փորձը։ Իսկ դա ոչ թե պետք է լինի փորձ, եթե Երևանի տարածությունը հաշվում ենք եւ հաշվում ենք այն սարքերը, որով սա անմիջապես կարող էր կատարվել եւ վերացնել, դա ընդհանրապես կես ժամվա գործ է եւ կարող են անհետանալ այդ մարդիկ։ Թեպետ այս տականքի ժամանակ այդ նույնը առաջարկվել է, նորից են նրանք այստեղ եկել, առաջարկվել է մի քանի հայկական կազմակերպությունների, որ վճարում ենք, տվեք մեզ եւ վաղը կասեք, որ գողացել են եւ մենք կատարենք դա, հրաժարվել են դրանից։ Եթե 13 թվականին այդ ամենը կատարում էին, ապա այսօր այս ծիլ տված չել լինի։ Եվ ինչ եմ ես շեշտը ոչ թե ԱԱԾ եւ նմանների վրա դնում, այլ զինվորականների վրա, քանի որ այդ զինվորականները կարող էին փրկել Հայաստանը, թեկուզ այս Արցախյան 44 օրվա պատերազմի ժամանակ բոլորն էլ գիտեին, որ վաճառված է Արցախը, եւ տանկերը, եւ զրահամեքենաները, եւ այդքան 3 միլիարդի զենքով մտնում էին եւ վերացնում սրանց։ Դրա համար ամենատականքը Հայաստանում եղել եւ մնում են զինվորական վերնախավը, որպեսզի սա էլ հասկանալի լինի։ Եվ դրա համար ես առաջարկեցի ասելով նաեւ բացատրելով ձեզ, որ ճանապարհներից մեկը սա է, իսկ երկրորդ ճանապարհը, որ իբր 2.7 միլիոն մարդ է, գոնե 100-ից 200,000 հայ, որոնք հայի անձնագիր ունեն, գալով Հայաստան եւ ոչնչացնելով սրանց,
Սրանք չեն կարող արդեն ցուցադրել, որ 2.7 միլիոն մարդ եղել է։ Թեկուս այստեղ ցանկացած մեկին, որին վերցնեք եւ ասեք, որ հետագայում կանգնած ենք ձեր թիկունքին, թեպետ չցանկացակ, որպեսի իրոք հայկական որևէ մի կուսակցություն անցներ եւ նրան թեւութիգուն կանգնեին։ Մյուս ճանապարհը սա է, բայց ավելի ճիշտը կամ զինված հեղափոխություն, երբ որ 100-200 հազար մարդ կգա, այս ամենին ես չեմ հավատում։ Հենց սկզբից չեմ հավատացել եւ չեմ հավատում։ Ասել Ստալինը կարևորը նա չէ թե ով է հաղթել, կարևորը նա ինչպես են հաշվում, իսկ այդ հաշվելու ժամանակ ոչ ոքի արդեն պետք է չի լինելու։ Մարդիկ ընկճվում են, երբ որ ասեն, որ Նիկոլը հավաքել է 52%։ Ոչ ոք էլ դուրս չի գա ասելու, որ այս շանտարեք ինչ եք խափում։ Նիկոլը ինչպես կարող էր այդքան տոկոս ստանալ։ Եվ կարևոր պահը նաև սա է։ Միայն այսպես կարելի է փրկել հայրենիքը։ Իսկ հակառակ դեպքում Քորշունը Հայաստանի կործանումը միգուցե ձգի այնքան հասկանալով, որ ինքը փախավ Թուրքիա թե որ երկիր, այնտեղ էլ ձեռք են առնելու եւ սատկացնելու են իրան։ Նույնը սրանք երկուսն էլ գիտեն։ Բայց նկարը չցուցադրելով, երբ որ սա բռուտի հետ հանդիպեց, այս բոլորից միայն սա է հանդիպել եւ հանդիպել է բռուտների մոտ 2 անգամ եւ իրենց տանը եւ նաեւ ռեստորանում եւ նաեւ Հայաստան հրավիրած ժամանակ իբր հրավիրել էր, բայց նա եկել էր տեսներ, թե ինչ է, ինչպես է կատարելու, նա տեղանքներ իր աչքով ուսումնասիրում։ Եվ սա արդեն տեղյակ էր, որ Արցախը պետք է տրվի եւ Զանգեզուրը։ Այս տականքների տականքությունը նրա մեջ է կատարում, որ իմանալով իրենք հանդերձ ազգին չեն ասել։ Չեն ասել, որ այսպիսի բանա վերևից եկել պետք է տանք եւ կարող էին հանգիստ ժողովուրդը հասկանալով կբացատրվեր բոլորին, տային այդ 7 շրջաններից 5 շրջանը, 2-ը եւ Արցախը թողնեին եւ ասեին քո ուզածով տվեցինք, հիմա ինչ։ Բայց գնացին առևտրի, ավելի լավ է վաճառեին եւ կլորիկ գումար դնեին գրպանները, որը իրենց գրպանների հետ միասին իրենց սատկացնել են։ Եվ հիմա այս հաշված օրերը, քանի որ մնացել են, կամ սա է կատարվելու, կամ եթե ոչ լեգիոն, ապա գոնե 50,000 հայ լավ տղաներ մտնելով Հայաստան կարող են ամեն ինչ տակնու վրա անել, գլխի վայր փոխել ամեն ինչ։ Իսկ մնացած երազանքներ եւ այլն, դրանք անհավատալի են։ Հիմա կասեք, բա 111-ի օգնությունը որն էր։ 111-ը ուսումնասիրեց այս ամենը, արդեն հունվարից մինչև օրս ուսումնասիրում է Հայաստանում ինչ է կատարում։ Նախորդ ֆիլմում նշեցի, որ ես չեմ խոսում ավելին, քանի որ նաև ադրբեջանցիք են մեզ լսում եւ սարսափելի հաղորդում կլինի, եթե այդ ամենի մասին խոսեմ իրականում, որ հայերից հայ չի մնացել արդեն եւ մարդկանց մեջ հայություն եւ մարդկություն չի մնացել։ Փոխվել դարձել են մեխանիզմ, սոված մեխանիզմ եւ այլն։ Շարունակեմ այս ամենը եւ մյուսների նման նաեւ ադրբեջանցի եւ մյուսների բերանը լեզու չդնենք։ Այստեղ ամենակարևոր պահը սրանք սա են օգտագործելու, իբր այսքան մարդ կա եւ ինչպես ցանկանան այդ ցիրկը կատարելու են, որպեսզի այդ ցիրկը չկատարեն, գոնե 50,000
լավ հայ տղաներ պետք է մուտ գործեն Հայաստան։ Այդ մլուցա այդ բոլոր տականքներին վախեցնելով եւ նրանց եւ նաեւ մի քանիսին շանտուր տալով, որպեսզի այդ բոլորը հետ կանգնեն։ Կամ ամենառեալ ճանապարհը սա է։ Այլ ձև, եթե մտածեք էլ, չեք կարող այս տականքների վերացնել, սրանք իրենք վախից դրդված ամեն ինչի ընդունակ են, որպեսզի իրենց պաշտպանեն։ Այս երկուսը շատ վաղուց արդեն կարող էին Հայաստանից հեռանալ եւ սուսուփուս մի տեղ ապրել, ձայները կտրել։ Այս մեկը մի 2 տարի հետո կարող էր հեռանալ, բայց ինչի հեռանան կամ դա կատարեն, երբ որ կարող են մինչև վերջ սատկող եզի գոնե պոզերն ու նաև այլ մասերը կողանալ տանել, մտածելով, որ կողանալու են, տանելու են և վայելելու են։ Եվ դրա համար, երբ որ տեսնում ես այս ամենը, որ սրանք լոպպազ հոսում են, սրա առաջը պետք է առնվի, ասկվի, որ դուք ով եք, մենք ով ենք, ես կարող եմ նույնիսկ ռուսերեն ֆիլմ հրատարակել, և դուք ինչի համար եք էստեղ, և դուք մեխանիզմ եք միայն, որպեսզի ձեր ձեռքով բրուտը հայերին ոչնչացնի և ձեր ձեռքով նաև աշխարհի կենտրոնին հասնի և ոչնչացնի բոլոր ազգերին։ Դուք միայն մեխանիզմ եք և հպարտ կամ լոպպազ ձեր խոսելը զրոյի է հավասար, քանի որ դուք միայն կարող եք ապրել, երբ որ ուրիշից կողանում եք, այլ ճանապարհ դուք չունեք, ինսանք։ Եվ այստեղ Հայաստանը թե ինչպիսին կմնա, ես մի ժամանակ և մարդիկ, երբ որ Կիլիկիայի Մայքլը հայտնել էր, որ Հայաստանի վերջն է, և 111-ը նաև մոտորերս ինձ ասեց, որ Մայքլի ասածը այլ ձև է, դու այլ ձևով ես ներկայացրել, թեպետ ես ստացել էի այդ ձևով, բայց երբ որ վեր լուծեցի դուրս եկավ այդ ձևով, որ Մայքլին ասել են բրուտը, որ սրանք արդեն դեգեներացված երևույթ են և սրանց փրկել չես կարող, քանի որ սրանք մեր ճանապարհին կանգնած են և թող մնան խոտի կամ կենթանու նման այստեղ թող մնան, մեզ չեն խանգարում, մեզ սրանք է պետք, մենք վերցնում ենք, մեզ սա է պետք, վերցրել ենք, մեզ սա էր պետք, ավելի փնթի ձևով վերցրել ենք և ճանապարհին ընկած քարի նման, իսկ ամենակարևորը այստեղ սա է, որպեսզի ապացուցվի, որ այսքան մարդ չկա, և բացի դա, պետք է ներս գան դրսից հայեր, իսկ այդ 16 հոգին, երբ որ փորձում են այլ ձևերով լուծել, եթե կլինի կասեմ լուծել են, եթե Հայաստանի ներսում կամ այլ երկրներում մոտակա չեն համաձայնվի դրան, կասեմ չի ստացվել։ Իսկ Հայաստանում շատ շատերը կարող էին օգնել և փրկել հայրենիքը և իրենց ընտանիքը և լինել հերոսներ։ Այդ մարդիկ պատահական չեն եկել Հայաստան և դուրս է գալիս, որ ազգը իրեն փրկել չի ցանկանում։ Եթե ինչ-որ մեկը գրում է, որ մեկ մարդը դա ազգ չէ, նրանք մեկ մարդու չեն մոտեցել, երկու մարդու, 10, 100-ի, նրանք մոտեցել են նրանց, ովքեր այդ եղանակը կարող էին ստեղծել։ Ամեն ձևի
նրանց բացատրել են, որ կարող ենք այս ձևով կատարել, այս ձևով կատարել, այս ձևով կատարել, քո վրա մեղք չի լինի։ Կարող ենք ամբողջ ընտանիքդ ազգուտակով մինչև 30 մարդ Հայաստանից դուրս տանել։ Դրան էլ չեն համաձայնվել։ Էլ չասեմ մնացած ձևերը։ Այսքանը միայն։ Այսքանը հասկացեք, այս թվով նրանք ձեզ խաբում են, իսկ եթե դրսից մարդ չի գալիս կամ զինվորականներ, հատկապես այն մասերը, որտեղ իրական այդ սարքերն են, դրանք չհամաձայնվեն, գալիս է Հայաստանի վերջը։ Հաջորդ անգամ կխոսենք ավելի պարզ ձևով, ավելի ընդարձակ ձևով, ոչ թե նման ձևով, նման հարցերից, քանի որ այս հարցերը նաև կասկատուր ձևով ասացի նրա համար, քանի որ սրանք այս նույնիսկ պետք չէր ասել, բայց ասացի նրա համար, որպեսզի հասկանա, որ ներսում տականքները շատ են։ Շատ են տականքները ներսում, այսքանը։